Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հուլիսի 15։ Երանի սգավորներին, որ նրանք կմխիթարվեն, Մատթեոս 5-րդ գլուխ 4-րդ խոսք։ Լացի հովտով է, որ մենք հասնում ենք Սիոնին։ Կարելի էր կարծել, թե սուգն ու երանությունը հակասում են միմյանց, բայց անսահման իմաստուն փրկիչը այս երանության մեջ դրանք միավորել է, եւ այն, ինչ Քրիստոս միավորել է, մարդը թող չբաժանի։ Մեղքի համար սուգը, թե մեր սեփական մեղքերի, թե ուրիշների մեղքերի համար, Տիրոջ կնիքն է, որ դրված է իր հավատարիմների վրա։ Երբ շնորհի հոգին թափվի Դավթի տան կամ որևէ այլ տան վրա, նրանք պիտի սգան։ Սուրբ սգի միջոցով մենք ընդունում ենք մեր օրհնությունների լավագույն մասը, ինչպես ամենաթանկարժեք բարիքներն են մեզ հասնում ջրի ճանապարհով։ Սգացողը ոչ միայն ապագայում պիտի օրհնվի, այլ Քրիստոս հենց հիմա է նրան երանելի կոչում։ Սուրբ Հոգին անշուշտ կմխիթարի այն սրտերը, որոնք սգում են մեղքի համար։ Նրանք կմխիթարվեն Տեր Հիսուսի արյան կիրառմամբ և Սուրբ Հոգու մաքրագործող զորությամբ։ Նրանք կմխիթարվեն նաև իրենց քաղաքի և իրենց ժամանակի առատացած մեղքի առնչությամբ այն վստահությամբ, որ Աստված կփառավորվի, որքան էլ մարդիկ ապստամբեն նրա դեմ։ Նրանք կմխիթարվեն այն հույսով, որ շուտով լիովին կազատվեն մեղքից ու շուտով կվերցվեն հավիտյան բնակվելու իրենց Տիրոջ փառավոր ներկայության